Այսօր հանրակրթական դպրոցները, այսինքն ընդհանուր պետական դպրոցները, այսպես ասած, որակը գնալով ընկնում է եւ աճում է մասնավոր դպրոցներին։ Սա պետք է մենք վերացնենք, պետք է հանրակրթական դպրոցում կրթության որակը համապատասխանի մասնավոր դպրոցում կրթության որակին։ Այո, կարող են մասնավոր դպրոցներն, այդտեղ չի քննարկվում, բայց չի կարող որակը հանրակրթական դպրոցում ավելի ցածր լինել, չի կարող մարդը այնպիսի վիճակ լինել, մեր երկու մարդը գումար չունենա, երեխան չկարողանա նորմալ կրթություն ստանալ։ Հələ մեր երեխեքը ինչ ավագ դպրոց են գնում։ Ավագ դպրոցը տեղ է, որտեղ սովորեցնում են չսովորել։ Մեր երեխեքը նորմալ զբաղմունք չունեն, հելնում են ստիպված աշխատում են, ստիպված ուրիշ գործերով են զբաղվում, եւ այդ ծնողները ինչ են անում, ամեն անգամ ստիպված երեխեքին տալիս են ուրիշ տեղ պարապելու, որ կարողանա երեխան ընդունվի, դուրս չմնա, այդ էլ նամուս թասիբի բանախ է, ծնողը հելնում գնում, վարկա վերցնում, պարտքա վերցնում, աշխատանքի ամբողջ գումարը ուղղում է դրան։ Դա էլ մենք պետք է գիտեք ոնց պետք է լինի, ժողովուրդ ջան, դպրոցից բուհ, այսինքն համալսարան նախապատրաստությունը պետքա պետությունը այնպես մենք կազմակերպենք, որ ծնողի հույսին եւ ծնողը պարտադրված չլինի մտածի, գիտենք ինչկա, եթե ես գումար չհայթայթեցի, իմ երեխան այս տարի չպարապեց, չի ընդունվելու եւ վերջ։ Ոչ, այնպես պետք է լինի, որ երեխան էլ իմանա, որ գիտես ինչկա, եթե իմ ծնողը գումար չունեցավ, ես կրթություն չեմ ստանալու։ Ոչ, ինքը սկզբից պետքա նախապատրաստենք դեպի համալսարան։ Մենք տեսեք, այստեղ ինչ ենք անում։ Նախ մեր ծնողներին ազատում ենք այդ բեռից, որ տեսեք ինչ կա անպայման այս տարի երեխան չպարապեց, չընդունվեց, վերջ էլ չի կարողանալու, եւս մի տարի պետք է սպասի, չէ։ Երեխան գիտի, որ ինքը իր վրա է հույսը դնում։ Այո, ծնողը Փառք Աստծո կա, մեջքին կանգնած է, բայց իր վրա է հույսը դնում։ Ուզում եմ այնց անենք, որ մեր երեխեքը ամեն մեկը Հայաստանում ունենա այդ հնարավորությունը եւ կրթությունը չդառնա ուրիշ երկիր տեղափոխվելու առիթ, պատճառ, չէ, այսօր նայում են կրթությունը, ասում է գնանք ինչ-որ միտեղ սովորենք, այնտեղ էլ եթե կարողանա մնա երեխան։ Լավ, ասենք ամեն մի ընտանիք ինքն է որոշում իր ճակատագիրը, բայց ժողովուրդ ջան, մենք Հայաստանում պետքա դա անենք։ Հələ եկեք Գյումրու հնարավորությունները նայենք։ Համալսարանական ինչ հզոր, ընտիր միջավայր մենք ունենք։ Օրինակ արտասահմանից ես դες կոնկրետ ասում եմ ու խոստանում եմ ճակատս բաց։ Ամենաբարձր համալսարաններից մեր կապերով մեր թիմում շատ կան, որ ավարտել են ամենաբարձրակարգ համալսարանները։ Գյումրի բերենք ամենախոշոր համալսարանների մասնաճյուղերը դասախոսներով